Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 19-ի համար։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 19-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, կամ վերջին մեկ ամսվա իրադարձությունները կարող են ավարտվել։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաեւ ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու, նվեր կգնեք ինչ-որ մեկին տալու համար կամ նաեւ այստեղ հաղթանակած եք դուրս գալու ինչ-որ մի բանում, կարող է դա է ձեզ համար նվեր, ոչ թե ֆիզիկական այդպես նվեր է։ Դե նաև դուք կստանաք նվեր, նավր է քաղցրավենիք է, ծաղիկ է։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք կամ այդ օրը կարող եք ժամ պայմանավորվել ինչ-որ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 19-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու առավոտյան շատ շուտ, նաև ունեք գործնական հանդիպում, գործնական խոսակցություն, նորություններ կլսեք այդ օրը, նաև ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ եւ բացի դա էլ ոչ է քայլանելուց առաջ երկար մտածեք, նոր հետո ինչ-որ մի բան արեք, հանկարծակի լուր այդ օրը կլսեք, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք այդ օրը, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն,
դատական եւ այլն, ինչ որ գործեր, բանկ, այդ օրը կզբաղվեք դրանով, նաեւ ոմանք այստեղ ունեք ինչ որ գործընթացներ, որոնք որ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս այն կկատարվի։ Նաեւ դա կարող է լինել վերջի մեկ ամսվա իրադարձության ավարտը։ Եվ այստեղ աշխատանքի վայրում մեկը մյուսի հանդեպ շատ մտերիմ կլինի, շատ հավեսով կլինի, նաև կարող եք հանդիպել ձեր մտերիմ անձնավորությանը վարչապետական հիմնարկությունում, միգուցե ձեր աշխատանքի վայրում, միամիտ տեսնեք իրեն, նաև հավատարիմ հաճախորդներ են ձեզ համար, հետևորդներ, եւ այլն, ինչ գործով որ դուք եք զբաղվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 19-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը նամակ կստանաք կամ տեղեկատվություն, միգուցե սուտն է բացահայտվում, միգուցե սուտ կա մեջը։ Կախված է թե ինչ եք ստանալու։ Ինչ որ սուտ կա դա։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք եւ կարող եք վիճել ինչ որ մեկի հետ։ Հենց դա է, կարող է սուտ է եւ դրա պատճառով վիճում եք ինչ որ մեկի հետ։ Դա համար երկար մտածեք վիճելուց առաջ։ Ես այստեղ ասում եմ, որ դա սուտ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Միգուցե սուտն է բացահայտվում, չգիտեմ, եթե այդ մարդը ասում է հա, այո, ուրեմն սուտն է բացահայտվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 19-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ձեր ցանկությունը կիրականանա, ձեզ կհրավիրեն ոչ առիթի, միգուցե ուզում եք գնայիք առիթ, ուրախանայիք։
Միգուցե ցանկությունները կատարվում են եւ առիթ եք ստեղծում, ուրախանում եք, որից է գաղտնիք կբացահայտվի, կողը սուտ է նաեւ բացահայտվում այստեղ, որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն, նաեւ այստեղ ինչ-որ մեկից կարող եք հեռվանալ կամ ինչ-որ բան ձեզ այնց հեռվացնել, միգուցե սուտը բացահայտվում է եւ ինչ-որ ցանկանում եք տվյալ մարդուց կամ տվյալ իրավիճակից ազատվել։ Եվ հյուր ունեք կամ դուք կգնաք հյուր այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 19-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, գաղտնի եռանկյուն հարաբերություններ, նաև ոչ գաղտնի գործողություններ այդ օրը կարող եք անել։ Հեռախոսազանգ կստանաք, ձեր ցանկությունը կիրականանա, միգուցե ուզում եք որ տվյալ անձնավորության հետ խոսայիք։ Նորություն կլսեք այդ օրը եւ ինչ որ մի հնարավորություն ձեռքից բաց կթողնեք եւ երեկոյան կարող ձեզ մի փոքր վատ զգալ կամ դեղեք խմում կամ հանգստի կարիք ունեք, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 19-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, հանդիպում կունենաք միգուցե ձեր հարազատ մարդու հետ կամ ձեզ լավ կզգաք տվյալ անձնավորության հետ կամ պետք է հանդիպեք այդ մարդուն։ Գումար կստանաք այդ օրը, ոմանք կարող են վիճել նաև դիմացինի հետ կամ տուն մաքրեք։ Ոմանք կընդունվեն աշխատանքի կամ աշխատանքի վայրում երկար կմնաք կամ բիզնեսը առաջ կտանեք, նույն դեպս ինչ որ մի բան այնտեղ երկար եք մնում կարծես թե։
կամ աշխատանքներ շատ պետք է երկար անեք, կամ ինչ որ պահեր են, կամ կանգնած է դեռ աշխատանքը։ Նաև ոմանք հարցազրույցի կգնան եւ այնտեղ կարող երկար մնալ հարցազրույցին։ Ոմանք կհանդիպեն ՎՑ պետական աշխատողի հետ եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք։ Եվ կարող եք մի փոքր շուտ պարկել քնելու նաև ինտիմ հարաբերություններս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 19-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ կատարվում են յուրաքանչյուր ամիս, նաև վերջին մեկ ամսվա իրադարձությունը կարող է ավարտվել։ Նաև հանդիպում, շփում որևիցե պետական աշխատողի հետ, կամ գործնական խոսակցություն կունենաք, գործնական հանդիպում կունենաք ինչ-որ մեկի հետ, նաև երեխաների հետ է կապված այս ամեն ամսվա իրադարձությունը։ Եվ որոշ հարցերին լուծում կտակ, կավարտեք, կվերջացնեք այդ օրը օցեր կան, չարխոսակցություններ, նմանատիպ վերաբերմունք ձեր նկատմամբ եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք։ Եվ ինչ որ միտեղ կարող գնալ երկար մնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 19-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նա որը երեխաների հետ կապված իրադարձություն է, առիթ է,
նշում եք հղիություն, ծննդաբերություն, նաև նորություն կլսեք այդ օրը, գումար կարող եք վճարել կամ գումարի հետ կապված ինչ-որ խոսակցություն ունենալ որևիցե ուսման կենտրոնում, բժշկական կենտրոնում, որևիցե պետական հիմնարկությունում եւ նվեր կարող եք գնել, նվեր կարող եք ստանալ, միգուցե կարող է նվեր եք տալիս ինչ-որ մեկին, այստեղ կարող է պետական աշխատող է կամ բժիշկ է կամ ուսման հետ է կապված, գոհ եք իր աշխատանքից եւ որոշում եք նվեր տալ, օրինակ ես միշտ այդպես եմ։ Նաեւ այդ օրը ոմանք ունեն ժամադրություն սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւ տան հետ կապված իրադարձություններ կան, միգուցե այստեղ առիթն է, որ պետք է գնաք, կամ ձեր տանն է այդ առիթը։ Եվ ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք այդ օրը։ Նաեւ հեռախոսազանգ ունեք, կամ դուք կզանգարեք, կամ ձեզ կզանգարեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 19-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնելու, բայց չեք տխրում։ Գաղտնիք կբացահայտվի, նաև վեճ ունեք, հա, դա արդեն կարող դրա հետ է կապված։ Իսկ նաև կարող է տուն մաքրեք, որովհետև հյուրեր եք ընդունելու։ Ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, նվեր կստանաք, միգուցե քաղցրավենիք է արդեն, եթե հյուր եք գնալու կամ գալու են ձեր տուն, ինչ-որ քաղցրավենիք դա կարող է լինել։ Տան հետ կապված իրադարձություններ են, տուն եք մաքրում, տուն եք նայում, հյուր եք ընդունում եւ այլն, ինչ-որ բաներ են, նաև առիթ կարող է լինել տանը։ Եվ ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ոմանց ձեր խոստովանեն կամ դուք ձեր խոստովանեք, նաև կարող եք սիրահարվել ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծեղջյուրներին։ Ինչ է սպասվում այծեղջյուրներին նոյեմբերի 19-ին։
Հարգելի այճեղջուրներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու քնից կամ երկար կքնեք, դրա համար կարող մի փոքր ձեզ վատ զգալ։ Առողջությանը պետք է ուշադրություն դարձնել, նաև ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան եք ձեր կյանքից հեռացնելու, հանելու ձեր կյանքից, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք դա։ Միգուցե հույսով եք, որ դրանից հետո լավ կլինի։ Դրա համար լավ մտածեք։ Սա նաև ինչ-որ բան է, որ ավարտում եք և տալիս եք ուրիշին։ Եվ այդ դեպքում էլ արդեն ինչ-որ միտեղ կանգնած ինչ-որ մեկին եք սպասում և հույսով եք, որ կգա։ Կամ հույսներ դրել եք ինչ-որ բանի վրա, որ դա կգնա և ամեն ինչ նորմալ կլինի։ Կամ ապրանք եք օրինակ ուղարկում և հույսով եք, որ այդ ապրանքը չի կանգնի, չի մնա ինչ-որ միտեղ և նորմալ տեղ կհասնի։ Այդ օրը նաև ինչ-որ գործեր, որոնք որ մնացել էին, որ չէի կարել, այդ օրը կանեք, կավարտեք։ Ոմանք կարող են սիրո խոստովանություն ստանալ կամ անել սիրո խոստովանություն, նաև ձեր սիրված գաք ու ձեր հարազատների շրջապատում լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 19-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու և կարող եք իմանալ, որ ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողացիք։ Կարող է բացահայտվել դա ձեզ համար, որ այդ ինչ-որ պահ ձեր ձեռքից բաց եք թողել։ Նաև օրվա ընթացքում ձեզ երջանիկ կզգաք, ձեզ լավ կզգաք, ինչ-որ մեկին եք սպասելու, այստեղ հյուր եք սպասում կարծես թե կամ գնում եք իրենց տուն, սպասում եք, որ գա, դեռ տանը չի։ Նմանատիպ ինչ-որ բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 19-ին։ Օպ, կներեք։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 19-ին։
Հարգելի ձկներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջության ամենաառաջինը, նաև կարող ինչ-որ մեկն է հիվանդ իրեն եք խնամում։ Նորություն կլսեք այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որոնք կանեք, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, բանկ եւ այլն։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հանդիպում, շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ եւ հանկարծակի լուր կլսեք, որ ինչ-որ մի բան գնաց ձեր ձեռքից, բաց թողեցիք այդ հնարավորությունը, գուցե երկար մտածեցիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։